Ժողովուրդ ջան, հրատապ եթեր, շատ կարևոր, խնդրում եմ, քանի որ մենք փաստերով ենք խոսում ու երկուսին չենք էլ հայտարարել, որ հաղթում ենք, ուշադիր դիտեք փաստերը եւ որից հետո կտեսնեք արձանագրած թվեր։ Այս պահը մի հատ ուշադիր նայեք փաստեր։ Լուսանկարներում մի տեղը ԿՀ-ի հրապարակած թիվն է, այս ուժեղ Հայաստանի մասով է։ Մյուս տեղում այն իրական թիվը, որը ընտրատեղամասում վստահված անձը արձանագրել է, հասկանում եք, 100 ձայնից ավել փոշիացնում են։ Երբ որ երեք ես հայտարարում էի, որ ԿՀ-ում ձայները թվերը նկարվում, ես շատ լավ տեսնում ու հասկանում էի, ոնց այդ թվերը նկարվում։ Հիմա ամբողջ օրվա հաշվարկի արդյունքում Նարեկ Կարապետյանը եւս հայտարարությամբ հանդես եկավ, որ հազարավոր ձայներ կիղծվել է, հազարավոր։ Մարդիկ ամբողջ օրը հաշվարկ են արել եւ փաստերը ներկայացվելու է, փաստերը հավաքագրվելու է եւ թուրքի վիժվածքը պատասխանա տալու ցանկացած կեղծիքի համար, ինչպես որ ասել ենք ու ասում ենք, որ մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն ուզեցավ կեղծի, մնացածը կտեսնեք։ Թող առայժմ փաստերը հավաքագրվի եւ այսպես փաստերը ձեզ ներկայացվելու է հանրային տիրույթում մեկ առ մեկ, թե ու ես նաեւ կոչ եմ անում բոլոր ընդդիմադիր ուժերին, նաև առանձնահատուկ Հայաստան դաշինքին, ամբողջ վերահաշվարկը սկսեք։ Ես ասել եմ ու պնդում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի տակ կա մեծ կեղտ, նայեք ձեզ ինչ եմ ասում, առաջի օրն էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում։ Այնտեղ չգիտեմ ձեր հանձնաժողովի ներկայացուցիչներին բոլորին պետք է ստուգեք։ Ով է ծախված եղել, ով է վաճառվել Նիկոլին, ով է թույլ տվել, որ այդ թվերն է նկարվել, սաղ պետք է ստուգվի։ Մեր անձնակազմից ով է եղել այնտեղ, բոլոր վստահված անձերից, բոլոր տեղամասերից, բոլոր թվերը պետք է ստուգվի։ Կոչ եմ անում նորից գնալ ստուգումների։ Այսօրվա ստուգումների արդյունքում արդեն կեղտը ջրի երես է դուրս գալի, ժողովուրդ ջան։ Ու Աստված չանի Նիկոլ եւ Նիկոլի թիմ։ Այս փաստերը ամբողջությամբ երբ որ հավաքագրվավ, Աստված չանի, սատանան ձեզ չի փրկի։ Ձեր սատանան ձեզ չի փրկի, եթե դուք մեր քաղաքացիների քվեն լկտի ձևով գողացած եղաք, նայեք ձեզ զգուշացնում եմ։ Այդ Մակրոնը քեզ տենց արագի մեջ սովորացրեց, որ ջոգի կեղծիկ արեցիք, հելակ արագի մեջ սենց հայտարարիք, հաղթել ենք, բան, ման, վրազ, մրազ, իրար շնորհավորեցիք, ծապ տվեցիք, բան, ման, հաղթինք անցանք առաջ, այտենց ձեր դեմը լող էին կանգնած, այդ թվեր, մարդիկ արա ընդդիմադիրները ապշել էին, ասում են ոնց այդքան արագ դրանք այդ հաշվարկն արեցին, հլը մարդիկ իրաց ձայները հազիվ հաշվում են, Նիկոլենք հաշվել են, հայտարարում են, արա սենց բան չկար, լույսի արագության տակ իրանց հաղթող հրճակեցին, այդքան թիվ գումարել հանելը գիտեք ինչքան դժվար է, ժողովուրդ ջան, մարդիկ հլը պատկերացրեք, մի օրով հաշվում են, հազիվ են կարողանում, իրանք 3 ժամվա մեջ հաշվարկարին ելանը, Մակրոնը, եվրոպացիները Նիկոլիկին ժուլիկություն են սովորացրել, արագի մեջ շեպթեպ հայտարարի հաղթող ես, մենք էլ կշնորհավորենք կողքից, ծապ կտանք, всё դու կդառնաս հաղթող, կեղծիք եք լեգիտիմացնում ծապերով, չգիտեմ արագ են իրանց հաղթած գյուղերի թվերը սենց լավ PR արեցին սկզբից, բջերը, ատուց ես հասկացա ինչ են անում, հաշվեք ընդդիմադիրներ, հաշվեք ճշմարտությունը սենց դապոնով վերցնենք ձերքերս, հլը սրանց տեսեք ինչ օրներ գցելու հայ ազգը, թող հայ ազգի քվեն մենք արձանագրենք փաստերով,
Դուք մնացածը կտեսնեք ոնց են պատասխան տալու մեր ազգի ու մեր ժողովրդի առաջ։ Շակալ սրիկաներ, այդպես շուստրի բիջեք դարե։ Ոտի վրա կարակ ընտրություն կեղծեք ու անցնեք առաջ։ Ես երեկվանից էի ձեզ ասում, որ կեղծել են, որ իրանք թիվը նկարում են Նիկոլի հրահանգով։ Կենտրոնական, ընտրական հանձնաժողովի բոլոր ընդդիմադիր ներկայացուցիչներին կանչեք դիտատետ։ Ով են եղել ընդդիմադիր ներկայացուցիչները ԿՀ-ում։ Ով են եղել անուն ազգանուններով հրապարակեք պետք է ճանաչենք։ Պատասխանատու են այս արկեղծիկների համար։ Ոնց է ԿՀ-ի ցուցակում հրապարակվել 130 ձենը հրապարակվել է 10 ձեն։ Ոնց